I
Ուսանողներ և ուսուցիչներ, սպասեք, խուճապի չմատնվեք, դուք ճիշտ դահլիճում եք գտնվում, բայց մենք էլ ենք ճիշտ վայրում հայտնվել։ Թեպետ դուք մեզ չեք սպասում այսօր այս բեմում, բայց մենք եկել ենք, որպեսզի պատմենք մեր անցած ճանապարհի մասին։ Մենք եկել ենք, որ շնորհակալություն հայտնենք մեր առաջին ուսուցչուհուն, ընկեր Հակոբյանին։ Այո, մենք ընկեր Հակոբյանի սաներն ենք։ Մենք շուտով հրաժեշտ ենք տալու մեր սիրելի դպրոցին և ուզում ենք այսօր մի փոքր պատմել, թե ինչպես առաջին անգամ հայտնվեցինք այս դպրոցում։ Մեր երաժշտագիտության խոսքն եք ուզում հղել մեր դպրոցի տնօրեն Տիկին Մանուկյանին։ Հարգելի և սիրելի Տիկին Մանուկյան, ձեր մեծագույն չափանիշը անձնվեր նվիրումն է հաշել։ Դպրոցը ձեզ համար հարազատ ընտանիք է։ Երախտապարտ ենք ձեզ մեր հոգատարության, մեզ միշտ սիրելու, ներելու և հասկանալու համար։ Մենք անմոռանալի 9 տարիներ ենք ունեցել 194 դպրոցում և երախտապարտ ենք դրա համար։ Մեր հիշողություններում վառ մնացել այն օրը, երբ 9 տարի առաջ հայրիկների և մայրիկների ձեռքը բռնած վախեցած ողջ գրեցինք առաջի դասարան։ Եվ այստեղ մեզ դիմավորեց մեր շատ սիրելի ընկեր Հակոբյանը։ Շնորհակալ ենք ձեր անգնահատելի ջանքերի և ջերմության համար, որ ամենուր փոխանցել եք մեզ։ Դե ինչ, իսկ հիմա պահն է հասել, որ այստեղ կանչենք մեր փոքրիկներին։ Երեխաներ, եկեք, միացեք մեզ։ Երեխաներ, դուք հիմա նայում եք մեզ և զարմանում եք, թե ինչ ենք անում այստեղ, մենք, մեծերս։ Ձեզանից շատերը երազում են մեզպես մեծ լինել և դպրոցը շուտ ավարտել։ Բայց հավատացեք, մենք էլ երազում ենք ձեզպես փոքրիկ լինել, հարգել միմյանց և իհարկե շատ լավ սովորել։ Դպրոցական տարիները ամենահետաքրքիր, անհոգ և զվարճալի տարիներն են։ Նրանք հավերժ կմնան ձեր հիշողությունների մեջ։ Եվ մենք ձեզ միայն մի խորհուրդ կտանք, որ լսեք, ընդունեք և միշտ հիշեք ընկեր Հակոբյանի տված խորհուրդները և մի բարկացրեք ձեր ուսուցիչներին։ Դե սիրելի փոքրիկներ, այժմ բեմահարթակը տրամադրում ենք ձեզ, իսկ մենք կտեղավորվենք դահլիճում և որպես հանդիսատես կհետևենք ձեզ։ Թողեք մի քիչ ես ասեմ, խոսելու բան ես ունեմ, թե չէ ողջույն, կարծես չկա նորություն։ Որ տարեր ավարտեցին գրել, կարդալ սովորեցին, և տարերով մեր այս կյանքում պետք է քայլեք մեր բուհերում։ Եկան հայրիկները, վերջնասում տատիկները, մեր բարելավ պապիկները։ Բարև պապիկ։ Բարև թոռնիկս։ Ինչ ես անում պապիկ։ Հիմք եմ փորում բանես։ Հիմքը ինչ է պապիկ։ Հիմքը թոռնիկս ամենվանի սկիզբն է։ Իսկ ինչու ես այդքան խորը փորում։ Որ հիմքը ամուր լինի պինդ ու դիմացկուն։ Իսկ հետո ինչ է շինելու պապիկ։ Ունեմ շինելու բանես։ Իսկ ինչու առանց հիմքի տուն չի լինում։ Չէ, թոռնիկս ամենցինքի ոչինչ չի լինի,
ամեն գործին հիմք ունի, և հիշել, ինքը պետք է մանկությունից ամուր լինի, վանկը շշեղել շիտակ ճամփից։ Պապիկ, արի, նստիր, և ստեղ, ինչ է սովորել, ես և իմ ընկերներս այս մի քանի ամսում ես համոզված եմ, որ մեր ինքը շատ ամուր։ Ես ես տեսնեմ թոռիկս։ Ինչի մասին պիտի պատմենք, ինչի մասին, հենց մեր մասին, այնտան մասին, որ ապրում ենք, մենք բոլորս մոլորակի մեր քաղաքի և իհարկե այնտան մասին, որ բոլորս սովորում ենք, գրում, կարդում, ընտանում ենք։ Ու թե տունը լավ է լինում, հյուրերը շատ են գալիս։
շատ է միայն պետք է տեսնել ու զգալ, արևի հետ միշտ արտանող գործերի միշտեր դառնալ։ Հայրիկս ավելացրեց դպրոցում պետք է կարգ ու կանոն լինի, վալին բալիկը միշտ կարգապահ լինի։ Մայրս լուրը մեծ է հանգարց, պետք է շատ օտար լեզուներ սովորի։ Հայվանը գազանեցից, կոր եղբայրը ասեց, բայց ասիսի դպրոց կա։ Դե իհարկե կա, այն դպրոցը, որը Արմեն Հովհաննիսյանի անունն է կրում, Երևանի թիվ 194 դպրոցը։ Առաջին անգամ, երբ որ դպրոցը զանգեցին, լճեցին փոքրիկ սերտը տեղի վեր թռչեց, փոքրիկ այո տատասարան, իսկին նվիրեցին մի այբենարան, էտասակերը շացեցին, հրաշք տարերը շուտ սովորեցին։ Շարական ենք մեզով պաշտոցին, որ մեր ատկի լեզու տվեց, խորենաթու քաղցը լեզով մեր պատմության հիմքը դրվեց։ Մեզովյան տարեր, ամուսիկ բարեր, իչեր ասոզորդեք պարևեր հայ արգի կյանքի մասին, մեր նահար արգի մասին, կոմիտասի արգի մասին։ Ես է սիրով սովորեցի մեզ բակիր տարերը,
շապոկիկ, գիտեք տաները, բողոք, հրաժեշտ են տալիս ձեզ, այ բենալը, իմ պարվո, և զարդարում են Մարենի լեզուն։ 39 տառ եմ սովորել, թելադրություն, արտադրություն, գրել եմ սովորել, 6 րոպեին եմ սուր գրով կարող ենք մեր մայրիկներին շնորհավորել։ Ու շատ կապ է, միշտ էլ այնպես, մեր արածով հպարտանանք, մեր մայրենի դիր ու լեզվին ճիշտեր դառնանք։ Դիմում եմ աշխարհի բոլոր հայերին, միշտրեք ու պահեք լեզուն Մարենի, քանի որ մեր աղոթքի լեզուն է, ով ապրում է հայ օջախում, պետք է խոսի հայերեն, ամեն թռչուն հայ օջախում պիտի երգի հայերեն։ Անկեղծ ուզում եմ, որ դուք գիտակցեք պատերազմ լիրի թերս աղար հիշել, Սիմոնին պետք է ամեն պահ հիշել։
Մասիսի ծոցում միսեր բաբախում, զարկում է անվերջ հայ ազգին կանչում։ Նա Արարատը, թեմ այլևս նրան չեմ տեսնում, չեմ լսում սրտից զարկել է նրա, բայց գիտեմ, այստեղ իր տեղում է նա, կանգնած միշտ արթուն վիթխարի ուժեղ, նա պահակում է իր պահակներին, ակրանջո այստեղ Հայաստան երկրից եկող ձայներին։
ապահով վայրը հայրենիքը։ Հայ է միտքս, հայ է դիրքս, Հայաստանն է հայրենիքս, հայ է սերս, հայ է շունչս, հայ է ամբողջ էությունս, հայ եմ շնչում, արտաշնչում, հայ եմ դաշան այս աշխարհում, հայ եմ ապրում և վերապրում, հայ է տեսքս, հայ է վերքս, հայ է անգամ ոտնահետքս։ Հայ է հոգիս, հայ է սիրտս, հայ է անուն ազգանունս, հայ եմ ասում, հայ եմ լսում, հայ լինելով հպարտանում, հայ եմ ծնվել, հայ եմ մնում, հայ կմեռնեմ ու չեմ ջղջում, հայ է լույսս, հայ է հույսս, հայերեն են աղոթքներս, հայ է զենքս, հայ է երգս։ Մեր բոլորի երազանքը թող անպայման կատարվի, իսկ ինձ նման քաշ տղան հայրենիքը պաշտպանի, թող խաղաղություն լինի և մեր երկիրը միշտ ծաղկի ու կողք կողքի մեջքի ու սիրտ սրտի, թե վառած Արարատի մեր սուրբ լանջին մի Հայաստան մենք դառնանք։ Արդեն բավական մեծացել ենք մենք
դարձել բանիմաց խելացի ասում եւ մեր ելույթն է իսկապես դեյակ է որ դա էր հավաստում։ Եկեք պահպանենք աշկի լույսի պես մեր նախկիներից մեզ պարկ է որպես մեր կանձերը կանչ օծի կեքում հավես ժամոք մրայով լեսում։ Հայոց տարերը բոլորը գիտեն կաթե նրանցով բարեր են կազում, քայլում ենք հեպարդ երազանք ունենք, մեր հայրենիք հեպարնենք, պարպանենք։ Այսօր աշքեղ տարերի գրկում մեր տարեվերջան խոսքերն է հեչում, ավակ սերունդը շատ ոգևորված, իսկ մեր փոքրերս հուզված ու հուզված։ Մեր ոչ ուժ են խրատներով մեսոպյան տարերը գերերի մասան, կարող ենք արդեն գրագետ կայել, կարող ենք արդեն գրագետ կարդալ։ Հայոց այդուբերը գախարտական բանալի է, նա բացելով սկսենք հայլել դեպի մեր մեծ երազանք տանող ճանապարհով։ Ացը մի տարի կլոր նորից տանը տանայսոր նորից գաննան շպիտակ շպչբարով։ Որպես գալիքի վաղվա կերտողներ, որպես հայազգի վաղվա սերուներ, որպես լույսիսող մեր երկրի կյանքում խաղաղություն են բոլորդ մաղթում։ Սերլուկ ծայրն են, դեղնած արտերն են, ծաղկած դաշտերն են, խաղաղություն մեր քաթիվան հայնիքը, մեր երազանքի խաղաղությունը։ Որ ծլածատկի ու հազորանա թրտնամուր է փեք, նահան չունենա, որ խախախ լիլի երկինք հայոց, որ մին շողշողա դրոշը հայոց։ Իմը թերում հայ զինվորն է, Արարատի մեր դրոշն է, թող իմանա մեր թշնամի, որ աղոտքը միշտ մեր հետ է, խաղաղություն կնկարենք ու ամեն ինչից մի քիչ արեմ, մի քիչ լուսի կնկարեմ խաղաղություն, թող այն հավեր մեր հետ լինի, ոչ հիմնանոք թող աշխարհում, թող դրանից զուրկ չլինի։ Խաղաղություն թող լինի, մանուկների ծիծաղկոտ, խաղաղության թող բացվի, լույսը ամեն առավոտ, թող թևած է երկնքում, աղավնիներ գեղեցիկ, որ հայերը տան գրկում, ապրան խաղաղ երջանիկ։ Աշխարհում կա երկու անբուժելի հիվանդություն, նախախն ու չարությունը, այնպես որ մարդիկ առողջ ապրեն, հատա
Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ 9-րդներին, մաղթել նրանց կանաչ ճանապարհ, բարի երթ դեպի իրենց կյանքի նոր շրջափուլ, որը նրանք մտնում են։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ 5-րդ դասարանցիներին, իրենք գիտեն իրենց ես շատ սիրում եմ, քանի որ իրենք միշտ իմ կողքին են։ Ուզում եմ շնորհակալությունս հայտնել մեր ուսուցիչներին, տնօրինությանը, իմ ծնողներին, ծնող կոմիտեի գլխավորությամբ, ընկեր Ինեսային, որը անդավաճան միշտ մեր կողքին է, միշտ մեզ օգնում է, եւ հիմա կասեք ընկեր Հակոբյան ինչի այսպես ասում, շնորհակալություն ասեմ պատճառը։ Ի սկզբանե հանդեսը պլանավորելը, կազմակերպելը ինձ համար շատ դժվար է կայացվել այս որոշումը, հարգելի պատճառներով, շատ հարգելի պատճառով, բայց, կամ իմ հետ բայց, երբ ես տեսա իմ երեխաներին, իրենց այս դեմքերը, իմ ծնողներին, որոնք շատ մեծ ցանկություն ունեին, որ իրենց բալիկները հայտնվեն այս բեմում եւ իրենք վայելեին այս ամենը, ես որոշեցի, որ նայելով նրանց, զգալով, որ նրանք ինձ ուժ են տալիս, իրոք տվել են ինձ ուժ, տվել են ինձ սեր, իսկ ինչպես կասել մեր պարուր Սևակը, փոքրիկ, նույնիսկ շատ փոքրիկ սիրուց կարող է փոխվել բարեխառնությունն ամբողջ աշխարհում։ Այսպես փոխվեց իմ մեջ ամեն ինչ եւ ես գտա ուժ, որոշեցի, որ ես պետք է անեմ այս հանդեսը, պետք է կայանա ու ստացանք այն, ինչ որ դուք այսօր տեսաք։ Կարծում եմ իմ կարծիքով պետք է որ լավ լինի։ Իսկ իմ փոքրիկներին, այս փոքրիկ հրաշքներին, որոնք դարել են արդեն տառաճանաչ եւ գրաճանաչ, ուզում եմ որ առողջ լինեն ամենակարևորը, ապրեն խաղաղ երկրում եւ մշտապես ուզում եմ որ դահլիճում բոլորը հիշեն, անխտիր բոլորը։ Այ իրենց տեսնում եք, հենց իրենք են մեր ապագան, իրենք են այն հենասյունը, որին հենվելով մենք պետք է ուղղենք մեր կորացած մեջքը, ապրենք մեր հայրենի երկրում, շենացնենք մեր սահմանները եւ այսօր կլինի, հետո կլինի, բայց դա լինելու է, մենք հետ ենք բերելու մեր սահմանները երկրի լինելու են ինչպես եղել են, կան ու պիտի լինեն։ Շնորհակալ եմ։ Սիրելի փոքրիկներ, նստած նայում եմ մտածում, թե ինչ շուտ մեծացաք։ Ժամանակները այնպիսին են, որ իսկապես սերունդները այլ արժեհամակարգով են դաստիարակվում։ Տա Աստված, որ այս արժեհամակարգը իրենց ներսում կարողանան պահել։ Նժդեթն ասում էր, մայրերի ափերի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը։ Սիրելի ծնողներ, մենք կարողանում ենք այս արժեհամակարգը տալ, պահենք, պահպանենք։ Աղոթքի մասին էր գրված, Գյոթեն ասում էր, Աստծո հետ խոսելու միակ լեզուն հայերենն է, ուրեմն անաղարտ պահենք, այդ մեր օտարամոլությունից դուրս գանք, իսկապես ապավինենք Աստծուն, մեր մեջ սպանենք նախանձն ու չարը, Աստված ասում էր, Աստված ինքը սեր է, ուրեմն պիտի սիրենք իրար, եւ այդպես էլ դաստիարակենք, ինչպես ասեց ընկեր Հակոբյանը, այսօր մենք ցանել ենք այդ բոլոր հումները, մնում է, որ մենք կարողանանք դրա հետևից գնալ։ Ես իսկապես վստահ եմ, որ այս ծերունդը շատ մեծ պիտի կարողանամ, մեր երազանքների կատարողը պիտի լինի։ Իրանք պիտի տեսնեն, գուցե ես չտեսնեմ, իրենք պիտի տեսնեն այդ երազանքը, ուղղակի մնում է, որ այդ սերը, այդ ամրությունը, զինվորի նկատմամբ այդ հատուկ վերաբերմունքը, հայրենիքի նկատմամբ սերը, հայրենիք սիրել կարողանալը, այնքան ամուր լինի բոլորիս մեջ, որ կարողանանք հասնենք մեր նպատակին, իսկ մեր նպատակը այս աշխարհում խաղաղ ապրելն է։ Մենք ոչ մեկից ոչինչ չենք ուզում։ Մենք ուզում ենք մեր տանը, մեր հողի վրա, մեր արարենք, ապրենք, գոյատևենք եւ մյուսներից մեզ ոչինչ պետք չի եղել։ Մենք ընդհանրապես շինարար ժողովուրդ ենք։ Ինչ ենք արել։
կարողացել ենք քարից հաց քամել, կարողացել ենք այս ժայռերի մեջ ապրել, գոյատևել, կորցնել, բայց նորից մեջքներս ուղղել, ու էլի շնորհակալություն, որ կարողացար դու էլ քո մեջքը ուղղել եւ կարողացար այսօրվա այս գեղեցիկ օրը այս երեխաներին բեմ բարձրացնել։ Կրկին ու կրկին շնորհավորում եմ ձեզ, սիրելի ծնողներ, ձեզ էլ եմ շնորհավորում։ Իրանան բոլոր շնորհավորությունները։ Իրար ձեր բռնած առաջ շարժվեք, մեր փրկությունը այդտեղ է, մեր միասնության մեջ է, իրար կողքի, նախանց, այդ ամեն ինչը մեջնեց, այդ բոլոր թույները հենց թապեցիք, իրական հայը կկանգնի, իր հայ կերպարով, իր հավատքով, և Աբովյանն էր ասում, լեզուտ կորցրու, հավատքը մոռացիր տեսնեմ էլ ոնց ես ասելու, որ ազգիցն ես, ուրեմն անավարտ պահենք, այս երկու սրբությունները, որ հայ մնանք ու առաջ քայլենք։ Ապրեք դուք, գիտեք, ես այստեղ նայում եմ, կարծես մեր կյանքից մի էջ լիներ, մի գրքի մի էջ է, որտեղ և հայրենիքն է, և մեր պատմությունն է, դպրոցի պատմությունն է, մեր կյանքի մի էջ է, ու մեր իրականացնող է այդ էջի գործող հերոսները մեր աշակերտներն են։ Ապրեք դուք, շատ սիրուն եք, շատ անակնկալներով լի եք, Ընկեր Հակոբյան, չնայած էլի եմ ասում, ապրեք դուք, որ ձեր մեջքը ուղղեցիք, թողի հիշատակ բոլոր հիշատակությունների, բայց երեխաներին ապրեցիք այսօր, ծնողներին ապրեցիք։ Հենց այդտեղ է ուսուցչի առաքելությունը, որ ինքը պարտավոր է և անում է։ Շատ սիրուն եք, երեխեք ջան, ամեն ինչը անակնկալներով և այդ ձեր սիրուն լուծումներով ապրեք դուք, շատ սիրուն եք։ Բարև ձեզ հարգելի մասնակիցներ, հարգելի ուսուցիչներ և մեր շատ սիրելի փոքրիկներ, կեցեք դուք, շատ գեղեցիկ ամեն ինչ ներկայացրեցիք։ Ես այստեղ ուզում եմ երկու բան շեշտել։ Դե շատերը կարող են մտածել, դե միջոցառում էր, արեցին, ճիշկացրեցին գնաց։ Չէ, սա միջոցառում է, որը մնայուն է, որը ձևավորելու է նրանց ազգային արժեքները։ Օրինակ, տարական դպրոցում ես գիտեմ երկար տարիների փորձը բերել այն համոզման, որ երկու կարևոր բան պետք է նրանք սովորեն։ Առաջինը գրաճանաչություն, երկրորդը հայրենաճանաչություն։ Այս միջոցառումը իր գրաճանաչության հետ միասին բերել է գեղեցիկ բովանդակություն։ Չեմ կարծում, որ երեխաների հոգու մեջ չմնա այն գեղեցիկը, որ նրանք ներկայացրեցին, հայրենիքը, այսօր 14-ը խառնվել է իրար, բայց երեխաները կարողացան հասկանալ, թե ինչ է հայրենիքը, ինչ է լեզուն, ինչ է իրենց արժեքները, և այդ տեսակետից ինձ թվում է միջոցառումը ծառայեց իրեն բուն նպատակին, ամեն մի երեխա վերաբերեց, ապրեց և վերաբերեց այն գեղեցիկը, որ մեր ժողովրդի մեջ կա, այսինքն լեզուն, հայրենիքը և նույնիսկ խորհրդանիշները, Մասիսը, դրոշը և այլն, այս բոլորը երեխաների հոգում կմնա, անկեղծ եմ ասում, իրենք կարող է տարիներ անցնեն, բայց այս միջոցառումը, այս արժեքները նրանց դեմ բացելու են կյանքի գեղեցիկ ճանապարհ։ Շնորհակալություն բոլորին, շնորհակալություն դասվարին։ Հարգելի ներկաներ, ես ուզում եմ իմ խորի շնորհակալությունը հայտնել դպրոցի կոլեկտիվին, արդեն բազմաթիվ տարիներ և իմ զավակներն եմ դպրոցում տաղաճանաչ դավր և արդեն 4-րդ հողում։ Շնորհակալություն հայեցի դաստիարակման համար և հայի ոգի պահել բոլոր։ Ձեզ բարի և ողջույն բոլորին։ Իմ 9-րդ դասարանցիների ծնողներից է։ Մեր երեխաների վերջին զանգի հետ ավարտվում է մի ամբողջ գեղեցիկ փուլ, բայց սկսվում է հավերժ երախտագիտությունը դեպի ձեզ, սիրելի ընկեր Հակոբյան։
Ձեր համբերության, հոգատարությամբ և սիրով դուք մեր երեխաներին տվել եք ոչ միայն գիտելիք, այլ նաև սրտի ջերմություն։ Դուք մեզ համար միշտ կլինեք ոչ միայն ուսուցիչ, այլ մարդ, որ երբեք չի մոռացվի։ Ձեր հետ են կապում մեր երեխաների մանկության ամենաթանկ ու լուսավոր հիշողությունները։ Մենք ձեզ սիրում ենք, Հակոբյան ջան։ Շատ հուզված եմ այս հիանալի օրվա կապակցությամբ։ Ճիշտ է, պատրաստել էի շատ բազում խոսքեր, երկար նախադասություններ, բայց կասեմ այն ինչ, որ հիմա սրտիցս կբխի։ Շատ շնորհակալ ենք 194 դպրոցի ողջ անձնակազմին, հանձինս ընկեր Մանուկյանին։ Շնորհակալ ենք այսպիսի սերունդներ կերտելու համար։ Տալու այնպիսի արժեքներ, ինչպիսին է հայրենասիրությունը, լեզուն, սերը դեպի հայրենիքը, ծնողը, դպրոցը և ուսուցիչը։ Շատ խոսքեր հնչեցին, գրեթե ավելացնելու ոչինչ չկա։ Միայն կասեմ, որ շատ ու շատ շնորհակալ եմ ընկեր Հակոբյան ձեզ հանդիսանալով մեր երեխաների երկրորդ մայր, տալու ձեր այդ սերը, ուշադրությունը և մեր երեխաներին տախաճանաչ դարձնելու համար։ Երախտապարտ ենք ձեզ։ Վստահ եմ, որ շատ քչերը կկարողանային իր մեջ հաղթահարել այդ մեծ կորստի ցավն ու դառնությունը և կարողանալու կազմակերպել այս հրաշալի օրը մեզ համար և մեր երեխաների համար։ Շնորհակալ ենք և հպարտ ենք, որ հենց դուք եք մեր երեխաների ապագան կերտողը, հիմքը դնողը։ Ես վստահ եմ, որ այդ հիմքը շատ ամուր է լինելու։ Շնորհակալ եմ, անչափ։